Անցյալի հիշողությունները չպիտի գերի պահեն ներկան ու ապագան հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի հայ համայնքին ուղղված ցավակցական ուղերձում նշել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա ասել է, թե Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիների զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Նշենք, որ Էրդողանը 2012 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին ցավակցական ուղերձ է հրապարակում միաժամանակ հրաժարվելով 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանել։ Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության մեկնարկից ի վեր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում բազմաթիվ ռազմական օբյեկտներ են կառուցվել։ Նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Մեջլիսի падգամավոր Ռամիտ Նամազովը։ Ըստ ադրբեջանցի падգամավորի 2020-ից 22 թվականներին Հայաստանը սահմանին կառուցել է մոտ 20 ռազմական օբյեկտ, իսկ 2022 թվականից ի վեր Հայաստան Եվրամիության առաքելության ժամանումից հետո սահմանամերձ գոտիներում կառուցվել է շուրջ 70 ռազմական օբյեկտ։ Նամազովը Եվրամիության դիտորդներին նաև հերթական անգամ լրտես է որակել։ Ես ամենավերջում եմ դուրս եկել, տեսել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, կենթանի պատանդ մնալով, ապահովել են բնակչության խաղաղ դուրսբերումն Արցախից, ընդգծել է Շահրամանյանը։ Նա հավելել է, այս պահին կա գործընթաց, որին չեն ցանկանում խոչընդոտել, որևէ հայտարարությամբ վնաս հասցնել։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Էստոնիա կմեկնի, հայտնում է այդ երկրի կառավարության պաշտոնական կայքը։ Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-ից 28-ը։ Նախատեսվում են նրա հանդիպումները Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի, նախագահ Ալար Կարիսի, խորհրդարանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ։ Հանդիպում է նախատեսված նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Նա հիշեցրել է 2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմքերում։ Ռուսաստանը Շոյգուի խոսքով ուշադիր հետևում է եվրոպական երկրների ռազմական պատրաստություններին։ Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հիշատակին նվիրված 9-օրյա սուգի մասին, այն կմեկնարկի ապրիլի 26-ին հուղարկավորության օրը։ Մինչ այդ Վատիկանում այս օրերին հանդիպումներ են անցկացնում կարդինալները, քննարկելու Պապի մահին հաջորդող քայլերը։ Կոնկլավի ամսաթիվը, որի ընթացքում կարդինալները նոր Պապ կընտրեն, դեռևս հայտնի չէ։ Այդ գործընթացը պետք է սկսվի Պապի մահից հետո 15-ից 20 օրվա ընթացքում։ Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է Քաշմիրի շրջանի Փահալգամ քաղաքում զբոսաշրջիկների վրա հարձակման կասկածյալների ինքնությունը։ Հաղորդվում է, որ 3 կասկածյալներից 2-ը Պակիստանի քաղաքացիներ են։ Ոստիկանությունն ահաբեկիչների անուններով հայտարարություն է տարածել, նրանցից յուրաքանչյուրի մասին տեղեկատվության համար առաջարկելով ավելի քան $23,000 պարգև։ Ապրիլի 22-ին Փահալգամում զինված անձինք կրակ են բացել ինքնաձիգներից, ահաբեկիչները ստուգել են որոշ զբոսաշրջիկների փաստաթղթերը, հարցրել նրանց դավանանքի մասին։ 26 զոհերից 25-ը Հնդկաստանի քաղաքացիներ են, մեկը Նեպալի, կան բազմաթիվ վիրավորներ։ Արձակվողներին հաջողվել է փախչել։